Թուրքական Իգդիրում 33 բնապահպանական եւ իրավապաշտպան կազմակերպությունների հանրահավաքում կրկին հնչել են հայկական ատոմակայանը փակելու պահանջներ։ Հայ մասնագետները ահազանգում են հայկական խաղաղ ատոմը ավանդաբար մի շարք թուրքական կառույցների քննադատությունների թիրախում է հայտնվում, որոնք փորձում են ներկայացնել կայանը որպես տարածաշրջանի համար բնապահպանական սպառնալիքի աղբյուր։ Այնինչ հայկական ատոմաէլեկտրակայանը ըստ մասնագետների էներգիայի միջազգային գործակալության մշտական հսկողության տակ է եւ բազմակի է ենթարկվում կանոնավոր ստուգումների։ Եզրահանգումն էլ այն է, որ կայանը աշխատում է միջազգային չափանիշներին համապատասխան։ Հակակոռուպցիոն դատարանը մեղմացրեց Գյումրու ավագանու ընտրությունների ընթացքում ընտրակաշարք տալու գործով մեղադրվող 2 կանանց խափանման միջոցը։ Դատարանը Անահիտ Խալաթյանի համար պահանջեց վարչական հսկողություն, բայց փոփոխեց պայմանները։ Նա պարտավոր է շաբաթը մեկ անգամ ներկայանալ պրոբացիոն ծառայության տարածքային բաժանմունք եւ զերծ մնալ մյուս մեղադրյալների ու վկաների հետ շփումներից։ Էլեկտրոնային սարքի պարտադիր կրումը չեղարկվեց, նույնանման որոշում կայացվեց նաեւ Կիմա Հայրապետյանի նկատմամբ։ Սևանի խանութներից մեկի սեփականատերը ահազանգել է ոստիկանություն, հայտնելով, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5000 դրամանոց է տվել։ Ոստիկանները բռնել են կեղծ թղթադրամ իրացնողին, նախաձեռնվել է քրեական բարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ կեղծ փաստաթուղթն իրացրել է Գեղարքունիքի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքների մատակարարման հարցում խախտումները հաճախակի են դարձել։ Այս տարի Հայաստանից ներմուծված ծաղիկների ծավալը կտրուկ աճել է։ Ընթացիկ տարվա սկզբից ի վեր վերահսկվել է 52 միլիոն հատ, ինչը 49.7%-ով ավելին է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում ներմուծվածը՝ 34.7 միլիոն ծաղիկ։ Արտակարգ իրավիճակ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Բաբաջանյան 23 շենքի դիմացով անցնող ջրի խողովակի վնասման հետևանքով ամբողջ թաղամասը հայտնվել է ջրի մեջ։ Բնակիչների վստահեցմամբ վթարի մասին Veolia ջուր ընկերությանը 10 օր առաջ են տեղեկացրել։ Աշխատակիցներն արձանագրել են խնդիրն ու հեռացել։ Ընկերությունից նաև նշել են, որ Երևանի քաղաքապետարանը պետք է խնդրին լուծում տա։ Մալաթիայի թաղապետանից նույնպես բնակիչներին հստակ պատասխան չեն տալիս։ Մինչդեռ 10 օր ջուրն անարգել հոսում է դեպի շենքերի բակեր, թաղամասը վերածելով Վենետիկի։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։